Կտ։ Պատկերացրեք համալսարանի նեղ միջանցք, դասամիջոց, բոլորը լսաններից դուրս են եկել, այս ու այն կողմ են շարժվում, քաոսային խառը վիճակ։ Դե ես էլ քանի որ ունեմ քայլելու խնդիր, այդ քաոսի մեջ չընկնելու ձև էի գտել։ Կտ։ Ուսանողները հենց այս ձայնը լսում էին, արդեն գիտեին ինչ անել։ Անցնում էին պատի կողմը, բացում արահետ, ես է կտկտացնելով հպարտ անցնում էի։ Բայց մինչ այս ձայնը կհայտնվեր իմ կյանքում, ես եւ համոզված եմ շատերս, պիտի անցնենք ճանապարհ։ Ու այսօր ես ձեր թույլտվությամբ ուզում եմ իմ ճանապարհով ձեզ ինձ հետ տանեմ։ Ամեն ինչ սկսվեց 9-րդ դասարանում։ Դպրոցում տնտեսագիտության մրցույթ էր։ Հաղթողը հնարավորություն կստանար մասնակցելու Ծաղկաձորում կանալիք մեկ շաբաթյա ճամբարին։ Մասնակցեցի մրցույթին, հաղթեցի, ուրախացա, բայց հետո սկսվեցին խնդիրները։ Սկզբում ես ինքնում քայլելու գրեթե փորձ չունեի։ Տան միջակայքում էի քայլում, ձեռնափայտին նմանվող մի փայտով։ Չգիտեմ, տեսել եք թե ոչ, լոբու բույսը այսպես ուղիղ պահելու համար հատուկ փայտեր են օգտագործում։ Մեր բարբառով ասում ենք սարվի փայտ, հենց նմանատիպ փայտով էի քայլում։ Իսկ մյուս վայրերում արդեն որևէ մեկին թևանցուկ ընկած։ Այս իրավիճակը ես ներկայացրեցի կազմակերպիչներին, որ ունեմ քայլելու խնդիր, միայնակ չեմ կարող գալ, թույլ տվեք ինձ հետ ուղեկցող գալ։ Ինչն էր տարօրինակ, բայց մերժեցին։ Սկզբում շատ էի նեղվել այդ մերժումից, կատաստրոֆա էր ինձ մոտ, որովհետև ներքուս այսպիսի զգացողություն կար, որ միգուցե այս հնարավորությունը ինձ վերջին անգամ տրվում։ Բայց մյուս կողմից կար նաև վախեր։ Ու այն բավորների շարքը, բավոր չստացվի, բավոր փոշմանեմ, բավոր գնամ միայնակ չկարողանամ մնալ։ Ուրախ եմ, որ համառությանս ձայնը ավելի բարձր էր, քան վախինս։ Ու այսպես ընտանիքով նստեցինք, լուծումը գտանք, հայրիկս ավելի գեղեցիկ ձեռնափայտ պատրաստեց, որը իր արտաքին տեսքով արդեն էլ սարվի փայտը չէր, իմ գավազանն էր, ու հենց այդ գավազանովս կյանքումս առաջի անգամ տնից հեռու գնացի։ Միայնակ, մեկ շաբաթով ու օտար երեխաների միջավայրում։ Ու գիտեք ինչ պարզեցի։ Երբ մարդը միայնակ է մնում, սկսում է հույսը դնել իր վրա, ավելի արագ է կողմնորոշվում ու հաղթարում է այն ամենը, ինչը մինչ այդ իրեն թվում էր անհաղթահարելի։ Այստեղ էր, որ կյանքումս առաջի անգամ զգացի անկախության համը։ Իսկ մինչ այդ ես չէի էլ մտածել դրա մասին։ Իսկ գիտեք ինչ էր մինչ այդը։ Ես ապրում եմ Լոռու մարզի Դարպաս գյուղում, ու մեր տունն ու դպրոցը իրարից բավականին հեռու են, կիլոմետրերի ոտքի ճանապարհ է, ու երբ եկավ դպրոց գնալու ժամանակը, ընտանիքս մտածում էր այդ հարցը ոնց լուծի։ Հայրս առաջարկեց ձիով գնամ դպրոց, ու այդպես էլ արեցինք։ Մեր ձին Օրլիկը ամեն օր ինձ տանում էր դպրոց, այնուհետև գնում, ինձ բերում դպրոցից դեպի տուն, անկեղծ կլինեմ, այդ պրոցեսը ձիուս այդքան է դուրը չէր գալիս, դրա լավ ապացույցներ, երբ որ ուզում էի թամվեմ, ոտքերս կծոտում էր, դե իրեն էլ եմ հասկանում, առավոտ շուտ արթնան Անուշին տանի դպրոց, հետո վերադառնա, այնուհետև գնա Անուշին դպրոցից վերի, հեշտ գործ չէր, բայց դե կտ նալերն առաջ տանելով իր գործը շատ լավ անում էր, խեղճը այլ ճար չուներ։ Բայց մի հերթական սեպտեմբեր առավոտյան, երբ պիտի տեղափոխվեի 3-րդ դասարան, պատրաստվեցինք, որ դուրս են գալիս ձին թամբենք եւ գնանք դպրոց, ինչ հայտնաբերեցինք։ Ձին չկա։ Պարզվեց Օրլիկին գողացել են։ Այստեղ էր, որ ես հայտնվեցի երկու դժվարին ընտրության առաջ։ Կամ մնալ տանը, ստանալ տնային ուսուցում, որը ինձ համար իմ նման շփող մարդու համար բացառվում էր, կամ ընտրել երկրորդ տարբերակը, արդեն այդ կիլոմետրերի ճանապարհը ոտքով անցնել ու հասնել դպրոց։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը, այստեղ արդեն ընտանիքի մյուս անդամը օգնության եկավ մայրս։ Իդեպ այսօր իր ծննդյան տարեդարձի օրն է, շնորհավորում եմ։ Այսպես, մայրիկիս հետ թևանցուկ ամեն օր գնում էինք դասի, ձյանը, ցրտին,
անձրևին, ու գիտեք ինչն եմ հիշում, առաջի դասաժամին հոգնածությունից միայն քրտինքս էի սրբում, ոչինչ չէի հասկանում դասերից, արդեն երկրորդ դասաժամին վերադառնում էի երկիր, հասկանում արդեն դասապրոցեսից։ Ու այստեղ է, որ տեսեք, հայրս, մայրս, ձիս, օրլիկս հանդիսանում էին ինձ համար ապահովության ու աջակցության ամրոց։ Բայց ես հասկացա, որ այս ամրոցը որտեղ ուզեմ, երբ ուզեմ, հետս չեմ կարող տանել։ Ու դրա վառ ապացույցներ են ճամբարում, երբ ուղեկցող թույլ չտվեցին։ Ու այստեղ որ գավազանս վերցրած, հույսս պիտի ինձ վրա դնեի ու իմ անկախությունը գտնեի։ Դե իհարկե հետագայում արդեն գավազանից գույներն ու տեսակները շատացան։ Այստեղ արդեն օգնության եկավ ընտանիքի մյուս անդամը, երկորյակ եղբայրս, ինքը պատրաստեց նոր գավազաններ ու գիտեք ինչ սկսեցի անել։ Յուրաքանչյուր գավազանի գույնը համադրել հագուստիս հետ, կոշիկներից հետ, պայուսակից հետ, ու երբեմն ես ինձ հարց էի տալիս. Անուշ, ինչու ես սա անում, ում համար ես անում։ Դե առաջինը իհարկե ինձ համար, այդպես մի քիչ ինձ թիթիզ եմ զգում։ Երկրորդը անկեղծ կլինեմ, մի փոքր էլ նաև հասարակության համար, ու դա ամոթ չի, դա բնական է։ Չէ որ մենք բոլորս հասարակական էակներ ենք, ուզենք թե չուզենք, հասարակությունը ազդեցություն է ունենում մեր ընտրության վրա, մեր ինքնանկալման, մեր ամեն ինչի վրա։ Ու այստեղ է, որ շատ կարևոր է, որ այդ ազդեցությունը մենք կարողանանք կառավարել։ Տեսեք, երբ ասում ենք հասարակությունից անկախ, չի նշանակում իզոլացվել հասարակությունից, միայնակ մնալ, օգնություն չխնդրել, չակնկալել, ոչ, ավելի շատ խոսքը գնում է նոր բալանսի մասին։ Ես կասեի իմ բալանսի։ Տեսեք, կա հասարակություն, հարևաններ, բարեկամներ, ընկերներ, բան կասեն, բան կմտածեն, կաս դու քո ընտրությամբ, ցանկությամբ, երազանքներով, նպատակով, ճանապարհով ու կա մի հարց, որ մեկի ձայնը քո ներսում բարձր։ Ես սովորաբար այս ազդեցությունը սիրում եմ տոկոսներով ներկայացնել։ Մեր կյանքի, փորձի, հաջողությունների ու անհաջողությունների ընթացքում մեր իսկ ազդեցությունը մեր սեփական կյանքի վրա պետք է նվազագույնը լինի 51%։ Մնացած 49%-ը բաժին է ընկնում հասարակությանը, ընկերներ, բարեկամներ, հարազատներ, հարևաններ։ Ու եթե այս 51% ազդեցությունից մեր կյանքի վրա մենք նվազեցնենք, կկորցնենք մեր անկախությունը։ Բայց ինձ համար անկախությունը ավելի մեծ արժեք է, ավելի գեղեցիկ է, քան իմ արտաքին տեսքը։ Ու այստեղ մի հարց էլ առաջանում։ Օրինակ ինչու պայքարենք այս 51+, փոքրիկ 1+-ի համար, էներգիա ծախսենք, ռեֆլեքսիա անենք, չգիտեմ, ինքներս մեզ ընդունենք։ Դե պատասխանը, որ եւ շատ լսում ենք եւ ասում, նման պարագայում դու քեզ չես կորցնի, դու կլինես քո կյանքի տերը։ Բայց մի բան էլ կա, որ չենք ասում, ու ես դա նկատեցի համալսարանում։ Ուրեմն առաջի շաբաթնա դասի են գնում, դպրոց եմ գնում, նոր եմ ընդունվել համալսարան, մայրս է ինձ ուղեկցում ու ես ինչ եմ նկատել, որ այս կուրսեցիներս չեն մոտենում ինձ, չեն շփվում, բայց իրենք արդեն իրար հետ արդեն սկսել են շփվել, ընկերանալ, ու այստեղ աղետ էր ինձ համար, իմ նման շփվող մարդու համար, բայց գուշակում էի, որ միգուցե մայրիկիս ներկայությունը իրանց կաշկանդում է եւ մայրիկիս խնդրեցի, որ հաջորդ անգամ ինձ չուղեկցի։ Այդպես էլ արեցինք։ Ու իրոք ճիշտ էի, երբ չուղեկցեց, միայնակ մնացինք, համակուրսեցիները սկսեցին մոտենալ, ծանոթանալ, ու հիշում եմ, համակուրսեցիներիցս մեկը Արշալույսը, այն առաջիններից էր, ով սառույցը կոտրեց, մոտեցավ ինձ եւ ասաց. «Անուշ, որտեղ որ գնաս, ինչ միջոցառում լինի, էքսկուրսիա լինի, դու գալու ես, ես քեզ կօգնեմ»։ Խոսքի տերը եղավ, այդպես էլ անում էր ընկերներ։ Չգիտեմ, աստիճաններ իջնելի, ձեռնափայտս էր պահում, նույնիսկ պայուսակս էր պահում կանացի, ու այս առիթով մի դեպք եմ հիշում, երբ որոշել էի գնամ ինձ համար պայուսակ գնեմ, Արշալույսին ասի, Արշո, արի միասին գնանք, ինքն է վիրավորվեց, ասում է, ես ինչ կապ ունեմ քո կանացի պայուսակի հետ, ասի, դե Արշո ջան, օրվա մեծ մասը դու ես կրում, բա քո ճաշակով չլինի, քո ուզած գույնով ու ոճով, այսպես։ Բայց գիտեք, չէ, որ
սա էլ եմ ես հասկանում, հաշմանդամություն չունեցող մարդիկ, որ շփում չունեն հաշմանդամություն ցող անձանց հետ երկար ժամանակ, չգիտեն այդ նորմալը որն է։ Օգնես կվիրավորվի, թե չօգնես կասի արհամարեց։ Ու այստեղ է, որի մեզ 51% անկախությունը ու իմ ներկայությունը համալսանում։ Մի կողմից էլ կարծես սովորեցնի մարդկանց ոնց ինձ հետ հարաբերվեն։ Ու հիշում եմ, որ գնալով մեր շփումը ոչ միայն համակուրսեցիներից, այլ նաև մյուս ուսանողների հետ ավելի էր մտերմանում։ Ավելին ասեմ, ականունը շեֆ էինք ընկել, ու այսպես են Միչանսկի օրինակով կտկտացնելով իմ շեֆությունը համալսարանում անում էի, նույնիսկ ներկայացում բեմադրեցի այդ տարիներին հաշմանդամության թեմայով։ Ինչ եմ ուզում ասել, ուղղակի սովորական ուսանող էի, ուրիշներն էլ ինձ հետ վերաբերվում էին որպես սովորական ուսանող։ Ու ասեմ ավելին, համալսարանի ղեկավարությունը նկատեց, որ ոնց եմ աստիճան բարձրանալիս, որ բռնաձող չկա, այսպես պատերը շոյելով, կեղտոտվելով բարձրանում էի, կամ գրադարան իջնելիս աստիճաններ էր, չէի կարողանում իջնեմ, դժվարությամբ էի իջնում, բարձրանում։ Մեկ է տեսնում էի, յուրաքանչյուր ուսումնական տարի հետո մեկ է հոպ բռնաձողեր հայտնվեցին, հետո մյուս տարի արդեն գրադարանը ունեցավ թեքահարթակ։ Ինչ հաստացվում։ Այսպես կտ անկախությանս թևանցուկ ընկած ես իմ ճանապարհն էի բացում, բայց արի ու տես դրանից շրջապատս, աշխարհը, մարդիկ էլ էին փոխվում։ Ու հետագամ սա դարձավ համակարգային։ Որոշեցինք հիմնադրել հասարակական կազմակերպություն, որտեղ աշխատակիցների մեծ մասը եւ բոլոր շահառուները հաշմանդամություն ցող մարդիկ են։ Ու արդեն 12 տարվա իմ փորձը ինչա ցույց տալիս, որ մեր յուրաքանչյուր ընտրությունը անկախություն գտնելու ճանապարհին կարծես օթակաթիլային եղանակով վարակի նաև մյուսներին ու փոխի միջավայրը, այն դարձնելով ավելի ներառական, սկսած իմ մարզից, ավարտած Հայաստանից։ Ու գիտեք, ներառականություն ասելով հասկանում ենք համընդհանուր պատասխանատվություն ու աջակցություն, որպեսզի հասարակության մեջ բոլորն ունենան նույն հնարավորությունները։ Ու ես հիշում եմ, գիտեք, իմ գործընկերներից մեկը արտաքին տեսքը չընկնելու համար հրաժարվում էր ձեռնափայտ օգտագործելուց։ Ու ամեն անգամ տնից դուրս գալուց իր ընտանիքը ճանապարհում էր, տաքսով գալիս էր զանգարում գրասենյակ, ասում էր ով կա, որ ինձ աջակցի, օգնի, քայլելով գամ գրասենյակ, աշխատանքից վայրը։ Ու այսպես ճնշումների արդյունքում այս մարդը փոխեց միտքը, ու 6 ամիս հետո ինքն է սկսեց ինձ նման ձեռնափայտ օգտագործի, ինքնուրույն քայլի, հիմա ուր ուզում է գնում է։ Անունն էլ դրեց կավալեր, ու այդ կավալերի համար հեղինակային իրավունք է հանել, որ մենք մեր ձեռնափայտերին այդ անունը չդնենք։ Դա իր հեղինակայինն է։ Հիմա արդեն ինքն է մյուսներին ոգևորում։ Ու հիշում եմ մի շահառու էլ ունենք, ով էլի նույն պատճառաբանությամբ, հա, արտաքին տեսքը կընկնի աղջիկ։ Քայլակից էր հրաժարվում, ու ես հիշում եմ մի անգամ դեպք էր պատահել, ես այդտեղ չէի, բայց կապ չունի, լինեի, չլինեի։ Ընկել էր գրասենյակում, ու ես իմացա իր առջև պայման դրեցի, որ կամ վերցնում էր քայլակը քո ապահովության համար, կամ գրասենյակ չես գալիս ընդհանրապես։ Իհարկե դաժան էի, բայց չենք մոռանում, որ ուղեկցող ինձ չտվեցին, իմ նկատմամբ էին դաժան եղել, նենց որ երբեմն այս դաժանությունը դրական արդյունքներն է ունենում ու ունեցանք։ Այդ աղջիկն է միտքը փոխեց եւ քայլակով է հիմա տեղաշարժվում ու չկա հանդիպում, սեմինար, որ ինքը ասի չէ։ Ինքը բոլոր տեղերում գնում է։ Այսինքն ինքը հասավ իր այդ 51%-ի անկախությանը։ Ու այս ձևի պատմությունները շատ են։ Ու գիտեք, այստեղ ինչն է կարևոր, որ այս 51%-ին հասնելու համար մենք արժե ջանքը կիրառենք, որովհետև նման ճանապարհով արդեն, այն որ ասում է քիչ ամի մենք մեզ չենք կորցնում, աշխարհն է սկսում մեզ գտնի ու արձագանքի։ Ձին, որին ամեն օր հեծնում ես, ճանապարհ կբացի։ Ձեռնափայտը, որից ամաչում էր, կդառնա քո կավալերը։ Թեքահարթակները, բռնաձողերը, արշալույսների ընկերությունը, շեֆ պատվավոր մականունները, իրենք իրենցով կգտնեն քեզ։ Ու այստեղ ամենակարևորը, սա տեղի կունենա անկախ նրանից, ով էլ դու լինես, ինչ մարմնում լինես, ինչ ֆոբիաներով ու անհնարիններով շրջապատված լինես։
հենց ընտրեցիր քո այդ 51% անկախությունը, աշխարհը կսկսի ճանապարհ բացել։ Դե դու էլ կտ կանցնես այդ ճանապարհով։ Շնորհակալ եմ շատ։